Ժողովուրդ ջան, ձեր հոգիների փրկության համար ամենամեծ պատասխանատվությունը դուք եք կրում։ Ես ուզում եմ սովորացնել, որովհետև շատ անգամ բոլորը այն որ ասում է գցում են հովվի վրա, մտածելով, որ հովիվը պետք է պատասխանատվությունը կրի։ Ես ձեր համար կարող եմ աղոթել, բայց ձեր անտարբերությունը ձեզ կխորտակի, իմ աղոթքը օգուտ չի տա։ Ես կարող եմ քարոզել, բայց ձեր անուշադրությունը ձեզ ոչինչ բաժին չի հասնի։ Քո մտքերը եթե ցվրված են, քո միտքը կենտրոնացած չի, ավելի շուտ դաժե ռուսականն էսպես ասեցի, եթե դու Աստծո ներկայությունից դուրս ես, դու իմ քարոզից բան չես հասկանալու։ Կլսես, բայց չես լսի։ Մեկը, որ լսես, նորից ընենց ես մտածելու, ոնց որ մինչև քարոզներ մտածում։ Դրա համար քարոզը փոխում է մարդուն։ Խոսքը ավելի շուտ, ոչ թե քարոզ, Աստծո խոսքը, որը որ գալիս է Աստծո հոգուց, դա փոխում է մարդկանց կյանքերը։ Այ մենք որ փոխվել ենք, բոլորս Աստծո խոսքի շնորհի վրա ենք փոխվել։ Եվ եթե ելի ենք փոխվելու, ելի ենք աճելու, դա ի շնորհիվ Աստծո խոսքի է լինելու։ Ամեն։ Հիմա քարոզից վերնագիրը կոչվում է ոչ հիմա, այլ հետո։ Շատ գիտեք, որ նամանանդ հայկական մի ասացված կա, որ շատ ասում են, մենք ուզում ենք շուտ, շատ հեշտ։ Սա մեր մշակույթին բնորոշ բան է, նամանանդ հայ տղամարդը։ Շուտ լինի, շատ լինի, հեշտ լինի, շատ արագ, շատ լինի, ասենք, բայց իրականության մեջ Աստված մեզ սովորացնում է համբերել, սպասել, երկար մտածել, հա, եւ մենք սիրում ենք օրինակ հավատքի խոսքը հետաձգել վաղվա վրա, բայց հենց էդի պետք չի վաղվա վրա ձգել։ Դա հիմա է պետք։ Այսօր է փրկության խոսքը, այսօր է փրկության օրը եւ հենց հիմա այս պահին է։ Սուրբ խոսքը տենց է սովորացնում, որ երբեք չասես թողնենք վաղը։ Բայց հոգեվոր փրկությունից հետո հոգեվոր աճի ընթացքի համար մենք շատ բաներ կա, որ ուզում ենք այսօր, բայց դա կլինի վաղը։ Եվ այս իմ քարոզը 3 պունկտից է բաղկացած եւ 3 պունկտն էլ ուզում եմ փոխանցել։ Առաջինը, առաջի Հովանու, կուզեմ ինձ հետ գրեք, ստեղ, առաջի Հովանու, չէ, ներողություն, առաջի Հովանու չէ, հենց Հովանու թուղթ 13-րդ գլխի 16-րդ խոսքը։ Եթե դժվար չի, արագ բացանեք։ Սիմոն Պետրոսը նրան ասեց. «Տեր, ուր ես գնում»։ Հիսուսը պատասխանեց նրան, որ որտեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող գալ իմ հետևից, բայց հետո իմ հետևից կգաս։ Առաջինը այդ մասն ենք խոսելու։ Երկրորդը խոսելու ենք Հովանու 13-ի 7-րդ խոսքը։ Ասենք հետ ենք գնում, էլի։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս»։ Կամ մյուս թարգմանության մեջ գրում է կհասկանաս։ Ինչ որ հիմա անում եմ, հիմա չես հասկանում, հետո կհասկանաս։ Առաջինը ասում է ուր որ գնում եմ, հիմա չես կարա, հետո կարաս գաս, երկրորդն ասում է ինչ որ ասում եմ, չես հասկանում, հետո կհասկանաս, եւ երրորդ պունկտն էլ ասում է Հովանու 16-րդ գլխի 12-րդ խոսքը արդեն։ 16-12։ Շատ բան, տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Բայց հետո կտեղավորեք, էլի։ Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Հետո ասում է շարունակության մեջ, որ Սուրբ Հոգին գա ձեզ կսովորացնի, այդ վաղ կարողանաք։ Լավ։ Հիմա այս 3 պունկտերը։ Առաջինը ասում է, որ ուր գնում եմ, չեք կարող գալ, երկրորդն ասում է, ինչ ասում եմ, չեք կարող հասկանալ, երրորդն ասում է, որ հիմա շատ բան ունեմ ձեզ տալու, հիմա չեք կարող այդքանը տանել։ Ու շարունակությունը, որ բոլոր այս կետերին համահունչ է, ասում է, հետո կարող եք, հիմի չեք կարող, հետո կարող եք։ Ինչի է այսպես խոսում։ Ես այս 3 պունկտերի վրա առանձին ուզում եմ խոսել։ Շատ լավ, հոգնած չեք։ Եթե ինձ սիրում եք, անպայման քարոզս տեղը հասնելու։ Հաճախ մենք ուզում ենք լինել այն տեղում, որտեղ մեր վաղվա տեղն է։
Հիսուսը որ ասեց, որտեղ որ ես գնում եմ հիմա չեք կարող գալ, Պետրոսին ասում, բայց հետո կկարողանաս 13:36-ը բացի ախպերս։ Հովանու 13:36-ը։ Մենք այդ կետերն ենք նայում հիմա։ Հիմա ասում է, որ դուք չեք կարող տանել այն եւ գալ իմ հետևից, չեք կարող գալ այնտեղ լինել, որտեղ որ ես գնում եմ։ Իսկ ուր էր գնում Հիսուսը, որ հիմա չէր կարող Պետրոսը, բայց հետո կգա, էլի, հետո կստացվի։ Ինքը երբ որ տենց է խոսում Հիսուսը, սա Հիսուսի ձեռագիրը, խոսալու ձևը, երբ որ սենց է, ինքը բան է ուզում հասկացնել։ Այսինքն, Պետրոս, հիմա դու պատրաստ չես։ Հիմա չես պատրաստ չես, հետո կպատրաստեմ քեզ, հետո կգաս իմ հետևից։ Հիմա հələ խակ ես, կհասնես, հետո կստացվի քո մոտ։ Կամ ասենք գվերցել եմ սովորի սպասել Պետրոսն ուզում էր, որ այդ տուր պետք է գնաս, որ ես չկարամ գամ, ուր ասես կգամ, մեռնելու էլ լինի, հետդ կգամ, Պետրոսի խոսքերն է, թե չէ։ Միչե մեռնելու էլ պատրաստ եմ գամ, բայց Հիսուսն ասեց, չէ, Պետրոս, քեզ թվում է, թե դու պատրաստ ես, բայց հավը չխոսացած 3 անգամ Կուրան ասինց, դու չես կարա հիմա գաս, դու չես կարող գալ իմ հետևից Դորոլոսա կամ խաչի ճամփա, բերեք սենց ասեմ։ Դու չես կարող իմ հետևից գալ խաչի ճամփա։ Երբ որ ասես դու իմ հետ չես կարող գալ։ Մի հատ բան ուներ ասելու, որ կա հալածանքի ժամանակ։ Դու հələ չպատրաստ չես Պետրոս հալածանք։ Երբ որ Պետրոսին ասեն դու էլ նրանցից ես, ասես չէ։ Ես դրանց չեմ ճանաչում։ Պատրաստ չէր Պետրոսը։ Երբ որ Պետրոսին որ եկավ ժամը հասավ, արդեն հասունացավ, հասավ արժանի չեմ այտենց խաչվելու տիրոջս նման, ես դրան արժանի չեմ, ինձ գլխի վրա խաչեցեք, այդ ձևով մենակ Տերը կարար խաչվեր։ Գիտեք, հիմա չես կարող Պետրոս գալ, բայց հետո կգաս։ Ես ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնենք, քանի հələ պատրաստ չես, հələ առայժմ կարաս Դուբայ գնաս Պետրոս ջան, բայց հենց պատրաստ եղար, կգնաս այն տեղերը, որոնք որ որ ասում կտանեն այնտեղ, որտեղ որ դու չես էլ ուզում։ Բայց Աստված քեզ կպատրաստի ու կանցկացնի այդ նեղություններով, հալածանքներով։ Գիտեք, միջև հիմա մեզ մի հատ գեշ խոսքել չեն ասել։ Ավելի շուտ մեկին, որ մի հատ վիրավորական խոսք են ասում հավատքի համար, քիչ ամնում կոկորտը կրծի, քիչ ամնում կոկորտը կտրի։ Սա հավատացյալին բնորոշ բան չի։ Եթե պատրաստ լինեիր, հələ դու պատրաստ չես քո մասին, մի հատ վատ խոսք լսելու։ Դու հոգևոր հələ խակ ես։ Երբ որ հասունանաս, երբ որ կլսես, որ կանարգեն քեզ, կհայոյեն քեզ, կվատաբանեն, ամեն տեսակի գեշ խոսք ասեն քո վրա, այդ ժամանակ ասма կցնծաս ու կուրախանաս, որովհետև այս կերպով հալածեցին քեզանից առաջ եղած բոլոր մարգարեներին։ Սա հասունացման նշան է, երբ որ դու կարող ես հալածանք տանել, երբ որ մի երեսիդ խփեն մյուսը դարձնես, սա հոգևոր հասունացման նշան է։ Հասկանում եք, Պետրոս, հələ դու պատրաստ չես։ Դու ուզում ես լինել այն վաղվա տեղը այսօր, բայց այսօր չես կարող լինել այն վաղվա տեղը։ Այսօր հələ պատրաստվելու ժամանակն է, դեռ յուղ հավաքելու ժամանակն է, դեռ պատրաստվելու ժամանակ ունես։ Այդ պահից մինչև Տիրոջ հետ միանալը պատրաստման ժամանակահատված կա։ Եվ երանի ձեզ, եթե կարող եք պատրաստ լինել։ Ուրեմն, ինձ հասկացաք ինչ եմ ասում։ Առաջինը, որ ասեցի, վաղվա օրը մենք ուզում ենք այսօր ապրենք, բայց դա սխալ է։ Այսօր պետք է ապրենք այսօրվա հոգսը, որտեղ այսօրվանը բավարար է, տենց ասում գիրքը սովորացնում, որպեսզի պատրաստվենք վաղվա օրվա համար։ Այսօր մենք պատրաստվում ենք վաղվա համար, վաղն է պատրաստվել ենք մյուս օրվա համար։ Եվ մեր ընթացքը այսպես շարունակվում է։ Ո՞վ է հասկանում։ Շատերին թվում է հոգևոր կյանքը շատ սենց ասեմ, էլի,
ոտին գցենք ու քեֆանելով մանգանք։ Ոչ։ Այտենց չի, ճշմարիտ քրիստոնյան նախատինքա կրում։ Քրիստոսի նախատինքը վերցնում է իր վրա։ Մի օր մեկի ասեցի, հավատացյալ չէր։ Ասի գիտեք թե չգիտեմ, որ ձեր տներում խոսում եք, իմ մասին եք խոսում։ Խի գիտեք թե չգիտեմ, որ դուք հայոյում եք, ինձ եք հայոյում։ Ձեր երեխեքը որ գալիս են եկեղեցի, ես գիտեմ, որ ինձ եք անարգում։ Խի գիտեք թե չգիտեմ, շատ լավ եմ տեղյակ։ Բայց դուք չեք պատկերացնի, ինչպիսի փառքի պսակ եք ինձ համար գործում։ Օրհնյալ լինի մեր Աստված։ Պատրաստ երի Քրիստոսի նախատինքը գրելու քեզ վրա։ Բանակից դուրս չարչարվեց Քրիստոսը։ Եկեք մենք էլ բանակից դուրս կրենք նրա նախատինքը մեզ վրա, որ եթե նրա չարչարանքներին կցորդ լինենք, նրա փառքին էլ մասնակից կլինենք։ Ամեն։ Օրհնյալ Աստված։ Շարունակենք։ Ուրեմն առաջին կետը ավարտեցինք։ Ուր որ գնում եմ, Պետրոս, հիմա չես կարա, բայց հետո կգաս։ Երկրորդ կետը։ Հիսուսը պատասխանեց Հովանու 13:7-ն։ Եվ ասեց նրան. ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս։ Հաճախակի մենք ուզում ենք, որ ինչ որ Տերն ասել է, միանգամից սաղ իմանանք։ Այսօր, հիմա, շուտ, շատ հեշտ, շատ արագ, չէ, տենց չի լինում։ Ընթացք կա։ Ընթացքի մեջ փոխվել կա։ Այդ ընթացքը, եթե Աստծո ներկայության մեջ ես գնում, դու փոխվում ես ամեն օր, փառքից փառք, նրա նմանությամբ կերպարանափոխվում ես, քո նոր կերպարը նրա նման է։ Կփոխվես, հետո կհասկանաս։ Հիմա չես կարա հասկանաս։ Օրինակ հասարակ բաներ ասում Պետրոսին, ասում էր ոտներդ լվանամ։ Չէր հասկանում Պետրոսը։ Հիսուսը պատասխանեց ասեց նրան. բերեք հլը 6-րդ խոսքից հլը, մի քիչ էլ խորքից կարդանք։ Եվ Սիմոն Պետրոսը մոտ եկավ եւ նրան ասեց. Տեր, դու իմ ոտները պիտի լվանաս։ Դու չպիտի լվաս իմ ոտները։ Պետրոս, ինչ որ ես անում եմ, հիմա չես հասկանում։ Դու որ իմանաս ինչ եմ ես անում, ինձ ու քեզ բաժին եմ հանում, որ իմ հետ բաժին ունենաս։ Ու տենց էլ ասեց, եթե քեզ չլվանամ, հաջորդ 8-րդ խոսքն, եթե քեզ չլվանամ, իմ հետ մաս ու բաժին չունես։ Պետրոս նրան ասեց, դու իմ ոտները չես լվանա, հավիտյան։ Հիսուսը պատասխանեց, եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունես։ Մեկ բաներ կա, որ ասում ես, չես տեղավորում գլխիդ մեջ։ Տեր Աստված, ուզում եմ հասկանամ, ուզում եմ փորձում եմ գլխիս մեջ հասկանամ, ինչ ախր դու քեզ խոնարհացնում ես, ուզում ես իմ ոտները լվանաս, ու էդի ոչ թե քեզ է պետք, էդի ինձ է պետք։ Իմ ոտները որ լվանա։ Հիմա եկեղեցում նույնպես։ Այսօր շատ բան կա, որ դու ուզում ես միանգամից հասկանալ։ Շատ բան կա, որ ասենք ես տարիներ առաջ մի հատ վերջերս մի հատ ինտերնետում բան էի կարդացել, ասում եմ, երբ որ դու կհասնես այն տարինքին, որ կհասկանաս, որ քո հայրը ճիշտ էր ասում, դուք անպայման կունենաս մի որդի, որը որ կասի պապ ջան, դու սխալ ես։ Ինքը կհասկանա, որ դու չես ճիշտ։ Ես հիշում եմ տարիներ առաջ, իմ հոր տարիքին եմ հիմա, ես այն ժամանակ, որ ինքը ինձ ասում էր, եւ ինձ թվում էր ինքը սխալ է ասում, ես ճիշտ եմ, երիտասարդ եմ։ Հետո տեսնում ես, որ իր տարիքին ես հասկանում ես, որ քո հայրը ճիշտ էր ասում։ Հիմա էլ տղես է ինձ ասում, ուրա։ Պապ, չէ, ցենց է ճիշտ, ցենց է։ Շատ բան շատ ճիշտ է ասում, իհարկե, խնդիր չի, բայց բաներ կա, որ տրամաբանության մեջ, օրինակ հիշում եմ հորս ասում էի, այ հեր ջան, դե բախջելածը ինչ է, իմ մի ամս աշխատավարձ դամ սաղ կառնեմ։ Նույն բառերը հատ տղես ինձ ասել է։ Ու ասում եմ Աստված իմ, ինչ ցանել ենք սրանից 40 տարի, 30 տարի առաջ, նույնը հնձում ենք, հատ հետա դառնում, ամեն կյանքը վերադառնում է։ Պետրոս, ինչ որ ասում եմ, հիմա չես հասկանում, հետո ես հասկանալու։ Կգա ժամանակ, կհասունանաս, կհասկանաս, կփոխվես, կհասկանաս։ Ես սրա վրա մի քիչ ուզում եմ ավելի խորքը գնանք, ավելի խորը տեսնենք, փորձենք տեղավորվենք այս մտքերի մեջ։ Ուրեմն հաճախակի մենք ուզում ենք առանց փոխվելու հասկանալ, իմանալ։
Միայն ուզում եմ հիշես, որ միայն քո փոխված կյանքը կվկայի Հիսուսի մասին։ Եթե դու չես փոխվել, եթե քո կյանքը չի փոխվել, դու չես կարող վկայել Քրիստոսին։ Նու կասես, խոսք կասես, բայց մարդիկ կլսեն ու իրանք չեն փոխվի։ Երբ որ դու կփոխվես, այն ժամանակ քո խոսքը զորություն կունենա մարդկանց կյանքեր փոխելու։ Քո փոխված կյանքն է, նոր մարդու նմանությունն է, որ կփոխի, որ ավետարանի զորությունը գործի կդնի, որ Աստծո ձեռքը գործի կդնի։ Շարունակեմ։ Մենք ապրում ենք հոգևոր աշխարհի առաջ։ Եվ շարունակում ենք տարիների մեջ գիտություն ձեռք բերել, փորձում ենք ինչ-որ բաներ հասկանալ, թեև Աստված ասում է, որ ամեն ինչ միանգամից չեք հասկանա։ Փոխվելը դա ընթացք է, ժամանակ է։ Դա միանգամից գործողություն չի։ Վերստին ծնունդը միանգամից գործողություն է, բայց վերստին ծնունդից հետո մարդը սկսում է աճել, փոփոխվել։ Ոնց որ երեխան է մեծանում, այդպես էլ հոգևոր մարդը կապ չունի, որ տարիքում է Քրիստոսին ընդունում, ինքը աճում է, փոխվում է։ Գիտեք ինչն է ցավալին, որ մենք տարիների մեջ մնում ենք նույնը, չենք փոխվում։ Այսը շատ վտանգավոր է։ Փոխվելով, մենք կրում ենք նրա պատկերը։ Եվ տարիների մեջ փոխանակ մենք, ինչպես ասում էի, ավելի իմաստուն դառնանք, ավելի խելամիտ լինենք, Աստծո ներկայության մեջ այդպես լինում։ Եվ երբ որ մարդ Աստծո ներկայությունից դուրս է, ինքը խիտրի է դառնում, փոխանակ խելամիտ լինի, որ փոխանակ իմաստություն ձեռքի, խիտրություն է ձեռք բերում։ Եվ կարողանում է այնպես պահել, այնպես շարժվել, որ մարդուն թվում է, թե ամեն բան շատ ճիշտ է։ Օրինակ այս վերջերս մի հոգու, որ տարիներով ծառայել ենք, տարիներով օգնել ենք, վիրավորվել է, ընկել է, հավատքից ընկել է ու իր այդ աշխարհում, որտեղ Աստծո ներկայությունից դուրս է, անկեղծ, ես այդ մարդու մասին ոչ մի անգամ մի հատ բացասական բառ ասած չկամ։ Այդ անձնավորությանը միշտ օգնել եմ, փորձել եմ միշտ գրկել, օրհնել, խնամ տանել, բայց հիմա փնտրել է եւ գտել է մեղավորին։ Դա գիտեք, չէ՞ ով է։ Ես։ Եվ գիտեք որն է իմ մեղքը։ Ասում է դու ինձ այս տարիների մեջ մի անգամ չզանգեցիր։ Թեև ես 2 տարի անընդմեջ խնամք եմ տարել։ Գնացել եմ, խոսել եմ, փորձել եմ իրան ասեմ։ Գիտես, այն կապրիզ երեխեք են, որ մտնում են կրավատի տակ, դուս չեմ գա, դե մնա։ Թողում ես գնում ես ասում է, ընձիխի թողեցիր ստե։ Այ այս ճիշտ ծրա նման գործողություն է։ Մարդու էությունը, մարդու բնությունը։ Դրա համար ես սկզբից ասացի, ձեր հոգու փրկության համար դուք եք պատասխանատվություն կրում։ Երբեք չպատկերացնեք, որ ինչ որ մեկը պետքա ձեր համար անի, դուք պետքա ձեր համար անեք, դուք պետքա կրեք այդ պատասխանատվությունը։ Իհարկե, դու կարող ես ասել, բա ուր մնաց մեր իրար համար խնամք տանելը։ Այո, դա իմ բաժինն է, դա ես կարամ ասեմ։ Բայց քո բաժանը հնազանդությունն է, խոնարհությունն է եւ հոգու փրկության համար հատկապես դու եթե անտարբեր եղար քո հանդեպ, մի իմացի, որ ինչ որ մեկը ավելի է քեզ սիրում, քան թե դու քեզ։ Ամենաշատը դու ես քեզ սիրում։ Ես ինչքան է քեզ շատ սիրեմ, դու քեզանից շատ քեզ չեմ կարող սիրել։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է, անտարբեր մի եղեք ձեր հոգիների փրկության համար։ Անտարբեր մի եղեք։ Ինչա պետք։ Մտածեմ, որտեղ է Աստծո խոսքը, որտեղ է Աստծո ներկայությունը։ Լսեք, Տերն ասաց, ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Աստված ներկա է իր եկեղեցում։ Աստծո խոսքը ասում է, որ ես իմ ժողովրդի մեջ պիտի բնակվեմ։ Ժողովուրդ, որտեղ է Աստված։ Ժողովրդի մեջ է։ Իր ժողովրդի մեջ է։ Բայց որտեղ է, ոնց է շարժվում, որտեղ է խոսում, որտեղ է ինքը մեր հետ շփվում։ Դրա համար կա եկեղեցին, իրար հետ հաղորդակցվելու, որովհետև Պողոս առաքյալն ասում է, մեր հաղորդակցությունը ձեր հետ է, ձեր հաղորդակցությունը իրար հետ է, մեր հաղորդակցությունը Աստծո հետ է, ձեր հաղորդակցությունը Աստծո հետ է։ Այս
փոփոխությունը, որը ասում է հիշում եք ով է մաթեմատիկայից հիշում, առաջինը զուգահեռ է երկրորդին, երկրորդը երրորդին, առաջինը երրորդին զուգահեռ է։ Սա փաստ է կատարված։ Մենք եթե հաղորդակցում ենք իրար հետ, ասենք ես հաղորդակցում եմ ձեր հետ, ես հաղորդակցում եմ Աստծո հետ, ձեր հաղորդակցությունը Աստծո հետ է։ Սա է Սուրբ Գիրքը խոսում։ Դրա համար Հիսուսը պատասխանեց, ասեց. ինչ որ ես անում եմ, հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս, կփոխվես, հետո կհասկանաս։ Ես օրինակ մտածում եմ, եթե արտաքին մակերեսային տրամաբանությամբ նայենք, անհասկանալի բան չկա, ոտքերդ ուղակի ուզում է լվանա, չէ՞, ոնց որ ասեց, Հիսուսը ուզում էր քո ոտքերը լվանալ։ Բայց երբ որ մտածում ես, դրա մեջ հոգևոր գաղտնիք կար, խորհուրդ կար, որը չէր հասկանում Պետրոսը։ Գուցե համաձայն չես, քո տրամաբանությունից դուրս է, այդ հարցի շուրջը դու այլ կերպ ես մտածում, բայց թույլ տուր ասեմ, հետո կհասկանաս։ Համ փոխվելն է process, համ էլ հասկանալը։ Կփոխվես, հետո կհասկանաս։ Այն կատարում է աստիճանաբար։ Շատ ինչունների պատասխան մենք չունենք, որովհետև ուզում ենք առանց փոխվելու հասկանալ։ Մեր խնդիրը սա է։ Շատ ինչուններ ունենք, բան չի սենց, բան չի սենց, բան չի սենց։ Անհավատ աշխարհը նենց ոնց ասեմ, մեկ-մեկ լսում եմ, նենց ինչուններ ունեն։ Օրինակ, եթե Աստված կա, բախի էս երեխեն մահացավ։ Ես հասկանում եմ, որ իրանք խեն է տենց հարց տալի։ Այսինքն, տես, եթե իմ հետ մի բան լինի, մեղավորը Աստված է։ Հիշում եք որտեղից այսի գալի։ Եդամական սաբեց։ Դեռ երբ որ Սատանան խաբեց։ Իսկ սկզբից մեղադրեցին Ադամը, ասեց Եվանը, այն կինը, որ տվիր նա է մեղավոր, հետո էլ ասեց, ոնց որ գիտես, այն դու ես էլի տվել, չտայիր այդ կնկան, ես էլ մեղքի մեջ չէին գնի։ Նման է թե չէ։ Այս process-ները կա։ Եվ ինչքան ենք ուզում, որ ասենք, եկեք աղոթենք, որ ինչպես երկնքում է Տիրոջ կամքը կատարում, այնպես էլ մեր երկրի վրա կատարվի։ Աստծո կամքը չի անմեղի կորուստը։ Աստծո կամքը չի նույնիսկ ամբարիշտի կորուստը։ Աստված ուզում է ամբարիշտը հետ դառնա իր մեղքերից եւ Աստված ուզում է նրան փրկի։ Կարող ենք շարունակել մի փոքր, բերեք հասնենք երրորդ կետին։ Ուրեմն ասացինք առաջինը որն էր, չես կարող գալ իմ հետ, հետո կգաս, երկրորդ ասեց, չես կարող հասկանալ, հետո կհասկանաս, եւ երրորդը, տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Պատկերացնում եք, Աստված շատ բան է ուզում քեզ տա։ Ինչքան է քո տարողությունը, քո չափը։ Հիմա 2 լիտրանոց բանկի մեջ, եթե մենք փորձենք 5 լիտր ջուր լցնենք, 3 լիտրը կորուստ ենք տալիս։ Ինքը իր չափը այդքան է, ինչքան կապ չունի, ինչքան ուզում ես շատ լցրա։ Մեկը այդքան է տանում, չափը այդքան է։ Եվ եթե հանդիպել ես, նույնիսկ մի հատ տենց բան եմ գրել, որ եթե հանդիպել ես մի նոր հոգու, դու չպետք է ասես ամեն բան, ինչ գիտես։ Այդ մարդը այդքան չի կարա տանի։ Մի կարճ բան ասա, հասկանալի, ինչքան որ կարա տանի։ Բոլորս էլ մի նախադասությունից ենք ապաշխարել, բոլորս էլ մի մտքից ենք ապաշխարել, ոչ թե շատ խոսքերից։ Սաղմոս 119:32 Ստեղից շատ եմ խնդրում, շատ ուշադիր լինեք, շատ եմ խնդրելու, ինձ հետ լինեք, որովհետև շատ կարևոր բան եմ ասելու։ Ինչպես անենք, որ կարողանանք տանել։ Հիսուսն ասեց, այն ինչ որ ձեզ ասում եմ, հիմա չեք կարող այդքանը տանել։ Բա ինչ անենք, բա ինչպես անենք, Տեր ջան, դու շատ բան ունես մեզ ասելու, մենք շատ բան ունենք սովորելու, բա ինչպես անենք։ Բերեք, կարդանք ուրեմն Սաղմոս 119:32 խոսքը, բացարեք, խնդրեմ։ Քո պատվիրանքների ճանապարհով կվազեմ, որ դու իմ սիրտը լայնացրիր։
Այս մարմինը ըստ Սուրբ գրքի սա ժամանակավոր վրանա կամ տունա։ Մսից տունա, որի մեջ ապրում ենք մենք։ Սա է Աստծո խոսքը մեզ սովորացնում։ Մենք սրա մեջինն ենք, սա չենք։ Էսի մեր վրա մի 100 տարով, ոնց որ ասած, վարձով չի տրված, ուղղակի 100 տարով տվել է, հետո սա թաղելու ենք եւ Քրիստոսից նոր մարմիններ կա մեզ համար պատրաստված հավիտենության կյանքի մեջ։ Բայց հիմա Տերը ուզում է մեզ պատրաստի։ Դրա համար ասում է լայնացրու քո սիրտը։ Լայնացրու, որ տեղավորվի իմ ասածները քո մեջ։ Եսայա 54:2 Լայնացրու քո վրանի տեղը եւ թող քո բնակարանի վարակույրները տարածվեն։ Մի խնայիր երկարացրու ճվաններդ եւ ցիցերդ պնդացրու։ Լայնացրու քո վրանների տեղը։ Ես ասացի, որ սա ժամանակավոր վրանի հետ է համեմատում։ Եվ մենք կարիք ունենք մեր սրտերը լայնացնելու, տեղ բացելու, որ կարողանա Աստծո խոսքը մեր ներսում տեղ գտնի։ Հիմա եթե դու մի ծաղիկ ունես, ուզում ես այս գարշոկի մեջ ցանես, տեղադրես, եւ երբ որ այդ գարշոկի մեջ լիքը խաղալիքներ ա լցրած, չգիտեմ, աղբա լցրած, դու չես կարող դնել։ Պետք է տեղ բացես, թափես այն ավելորդը, որ տեղ բացվի, որ կարողանաս քո ծաղիկը դնել այդտեղ։ Այս պահերին ուշադիր եղնենք, էլի։ Երբ որ պետք է լայնացնենք մեր սրտերը, երբ որ պետք է լայնացնենք մեր վրանները, երբ որ մենք պետք է տարածվենք, շատանանք, ավելացնենք, այդ ժամանակա, որ Աստված ուզում է քո մեջ լեցնի Իրանը, Իրանից լցնի, Իրա ներկայությունը գա։ Լսել եք, որ ասում է, եւ երբ որ Սուրբ Հոգով լեցվեցան, այսինքն կարող ենք Սուրբ Հոգով լեցվել, կարող ենք Սուրբ Հոգու ներկայության մեջ լինել, կարող ենք հպվել նրան, բայց կարանք նաեւ Սուրբ Հոգով լեցվել։ Երկրորդ Թագավորաց 22-րդ գլխի 37-րդ խոսքը Լայնացրիր իմ գնացքը, իմ ոտքի տակին, ու իմ սնունքները չդողդողացին։ Այն ընթացքը, կամ սենց ասեցինք, չէ, որ լայնացրու իմ սիրտը եւ ես կվազեմ քո պատվիրանքների մեջ։ Այսինքն տեղ բացի, որ կարողանաս ազատ շարժվել։ Կա նեղ, այն որ ասում է տան մեջ այնքան ամեն ինչ խառը լցրած է, խալածիլնեք նստեյա գցած, մեբել ընդեյա գցած, դիվան ընդեյա գցած, շարժվելու տեղ չկա։ Ծանոթ բան եմ ասում տենց։ Ձեր կլադով կեք հելը հիշեք։ Շարժվելու տեղ չկա, բայց բերեք տեղ բացենք, փորձենք լայնացնել։ Եվ ասում է, այդ ժամանակ քո պատվիրանքների մեջ կվազեմ։ Շատերը տիրոջ պատվիրանքների մեջ վազելու տեղ չունեն, որովհետև մի պատվիրանք, մի լավ բան Աստված որ ասել է, ուզում է անի, ու էլ տեղ չկա, չգիտի ինչ անի։ Բայց այնքան տեղ բացի, որ տեղ լինի վազելու։ Էսա էտի ավելի լավ միտքը բացում է 2 Կորինթացից 6-րդ գլխի 11-ից 13-րդ խոսքը։ Մեր բերանը բացված է դեպի ձեզ, ով կորինթացիներ։ Մեր սիրտը լայնացած է։ Դուք մեզանից նեղություն չունեք, միայն թե ձեր սրտերումն եք նեղված։ Եվ միևնույն հատուցումը անելով, ինչպես թե որդիների հետ եմ խոսում, դուք էլ լայնացեք։ Դուք էլ լայնացեք։ Տես նեղվածությունից, մարդը վիրավորվածություն է կրում մեկից, հա, վիրավորված է մեկից, ու այդ վիրավորվածությունից ինքը նեղվել է։ Սուրբ Գիրքը չի ասում, որ տարին մի անգամ մեկի ներեք։ Մի հատ քո մտքով անցկացրա այն մարդկանց, որոնց որ պետք է ներես։ Երևի 1-2 հոգի կամ 3 հոգի գտնես։ Եվ չի ասում, որ տարին մի անգամ ներես։ Ասում է ամեն օր 7 անգամ 70։ Տեղա է բացում, լայնացնում է քո սիրտը։ 7 անգամ 70-ը պետք է տեղ գտնի քո սրտի մեջ։ Երբ որ հասկանում եք ինչ եմ խոսում։
Երբ որ լայնացնես, այդ դաշտը, ասենք 7-70-ի վրա 490 կվադրատ անում, չէ՞ մոտորապես։ Ահագին մեծ դաշտ է։ Այդ տերիտորիայի մեջ կարող ես ֆուտբոլ խաղալ։ Կարող ես ազատ վազել։ Լայնացրա, որ քո պատվիրանքների մեջ վազեմ, որ սովորեմ քո պատվիրանքների մեջ վազել։ Բայց երբ որ դու չես կարող լայնացնել, երբ որ դու նեղված ես, ճնշված ես, անընդհատ տեսեք խռով կամ վիրավորված, նեղված, սրանից խռոված, սա նեղեց, այս նեղվածությունից սրանից պիտի ազատվենք։ Սա դիվական աշխարհի խապկանքն է, որ մարդիկ ու բանաներ հորինել են, էլի, լավություն անողի գլուխը ծակա, պիտի չանես, ես այդքան արեցի, ով գնահատեց, ում պետք գնամ ես, հա։ Սա վիրավորված սրտից է դուրս գալիս անընդհատ։ Եվ մեկ էլ էստանում վիրավորվածությունից Աստծուն դեմ բաներ շատ են խոսում։ Հակառակ Աստծո են խոսում։ Սուտա, սախ սուտա։ Ծանոթ բան եմ ասում։ Մեր մեծերից շատ ենք լսել։ Մենք այսպես չպետք է լինենք։ Սիրելի կորինթացիներ, սիրելի նովակույշեցիներ։ Ասմա, մենք ձեզ նեղություն չենք տվել։ Մենք ձեզ դեպի ձեզ, մենք բաց ենք։ Մեր սերը այնտեղ որ կարդանք, ասում մեր սերը առատա դեպի ձեզ։ Բայց դուք որ ձեր սրտի մեջ նեղված եք, մեր սերը, մեր տվածը, մեր փոխանցածը ձեր կյանքում տեղ չի գտնում։ Դրա համար լայնացրեք, բացարեք, որ տեղ գտնի։ Ամեն, հասկանում եք, չէ՞ ինչ եմ խոսում։ Մեր բերանը բացված է դեպի ձեզ։ Երբ որ ասում եմ բերանը բացված, այսինքն շատ բան ունենք փոխանցելու ձեզ։ Տերը սկզբից ասեց, չեք կարող տանել։ Սկզբից ասեց, ուր գնում եմ չեք կարող գալ։ Երկրորդը ասեց, որ ինչ ասում եմ, չեք հասկանա, բայց հետո կհասկանաք։ Վերջում ասում է, ինչ ասում եմ, չեք կարող տանել։ Մեր բերանը բաց է ձեզ։ Մենք շատ բան ունենք փոխանցելու ձեզ։ Բայց դուք ձեր սրտերի մեջ նեղված եք, այդ նեղվածության պատճառով չեք կարող տեղավորել իմ ասածը։ Երբ որ մենք ազատվենք դրանից, հա, ասում եմ դուք մեզ նեղություն չտվիք, միայն թե ձեր սրտերում եք նեղված, միևնույն հատուցումը անելով, ինչպես թե որդիների հետ եմ խոսում, դուք էլ լայնացեք։ Եվ ուզում եմ, որ գանք այս վերջին հատվածի վրա էլ մի փոքր խոսենք ու ես կամ ավարտեմ սրանից հետո։ Ժողովուրդ ջան, Սուրբ գրքում գրած է. իրար ոչինչ պարտք մի մնացեք, բացի իրար սիրելուց։ Դա նշանակում է ավակը ինձ ոչինչ պարտք չի։ Դա նշանակում է Գրիշը ինձ ոչինչ պարտք չի։ Ինքը իրան Աստծո առաջ է պարտական։ Ես երբեք իրավունք չունեմ իրանից պահանջելու ինչ որ մի բան։ Օրինակ չեմ կարող ասեմ, ավակ, քիչ ես ինձ օգնում, քիչ ես ինձ շատ սիրում։ Չէ, սա սխալ է, սա ճիշտ մոտեցում չի։ Սա նեղվածության, վիրավորվածության հետևանք կլինի։ Եվ իմ սրտի նեղվածությունը թույլ չի տա Աստծո պատգամները տեղափոխել իմ ներսը։ Սա ինձ կխանգարի։ Եվ ընդհանրապես ցանկացած մեղք խանգարում է մարդուն։ Մարդու միտքը երբ որ ծանրացած է, մարդու միտքը երբ որ շատ ծանրանում է, չգիտեմ, գիշերները մարդիկ երբ որ խնդիր ունեն, բանը դեպրեսիայի մեջ են հայտնվում։ Անընդհատ մտքերը անընդհատ կարկտի պես խփում, անընդհատ նույնը կրկնում է, ուզում ես քնես, նորից է գալի, շուռ ես գալի այն կողքից, նորից է մտքերը խփում։ Նա մանավանդ 40-ից հետո, 50-ից հետո սա ահավոր է մարդկանց մեջ սկսում, 50-60-ի վրա սկսում։ Ուրեմն ինչ անենք։ 3 կարևոր բան։ Հա, հիմա չեմ հասկանում, բայց հետո կհասկանամ։ Հա, հիմա չեմ կարող գալ, բայց հետո կարող եմ գալ։ Ուզում եմ քո մեջ այս հետոն անպայման լինի։ Հիմա չեմ կարող այդ ամենը տանել, տեղավորել, բայց հետո կարող եմ։ Կփոխվեմ, կհասկանամ, կփոխվեմ, կտեղավորեմ, կփոխվեմ ու կգնամ։ Ամեն։ Որովհետև Աստված ուզում է, ու սա էլ բերում եմ սրան, որ
միայն Աստծո ներկայության մեջ կարող ես փոխվել, Աստծո ժողովուրդ։ Քրիստոսին հանդիպեցիր կփոխվես, Քրիստոսին չհանդիպեցիր, հիմա դու քո հետ կաշխատես, հետո նորից նույնն ես մնալու, պտտվելու։ Սինայի շուրջը կարող ես շատ պտտվել, բայց Աստված ուզում է քեզ լեռը հանի, քորեբ լեռը հանի։ Աստծո լեռն է ուզում դու բարձրանաս։ Մենք պտտվենք Սարի շուրջը, նույն բանն ենք տեսնելու անընդհատ։ Բայց երբ որ բարձրանանք լեռը, Աստված այնտեղ մեզ սպասում է, հա։ Եղիային ասեց, լեռան վրա եմ սպասում։ Աստված ուզում է, որ քեզ բարձրացնի լեռը, որովհետև Մովսեսը երբ որ լեռը բարձրացավ, այնտեղ պատգամներ տվեց, պատվիրանքներ տվեց։ Այնտեղ իր խոսքն է տալիս։ Լեռան ներքևը պտտվելով բան դուրս չի գա, պետքա լեռը բարձրանանք։ Տերը օրհնի ձեզ։ Եկեք կանգնենք աղոթքի։